Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Վանթոք Ալիքի եթերում Real Talk podcast-ն է, իմ համազրույցի հյուրը այսօր հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն է։ Շնորհակալություն պարոն Տիգրան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ առաջին հարցը, որը ես կցանկանայի սկսել ձեզ հետ, դա կապված է 44-օրյա պատերազմի 2020 թվականի հայտնի զեկույցի հետ, որի ուրեմն պետք է հրապարակվեր, ենթադրվում էր, որ պետք է հրապարակվեր այս տարվա սեպտեմբեր ամսին, սակայն դա տեղի չունեցավ։ Իհարկե պատճառաբանություններ տարբեր բերվեցին, խոսում են, որ ներիշխանական հակասություններ կան եւ ոչ միայն խոսում են, այլ դրանք իստեցիան իրենք հավաստեցին նաեւ, որ կան այդպիսի, հա, փակ պետք է լինի, չգիտեմ եւ այլն։ Մոտավորապես դուք ունեք ձեզ համար բարձաբանած այդ պատճառները, ինչու տեղի չունեցավ այդ զեկույցի հրապարակումը եւ ինչ պատճառներ են խորքային թաքնված, այսպես ասած, որի հիման վրա իրենք չցանկացան այս փուլում գոնե թե գնալ դրա հրապարակման։ Դե եկեք անվանենք ոչ թե հայտնի զեկույց, այլ անհայտ զեկույց։ Ես գիտեք, պրոգնոզներ անել դա շատ ռիսկային առհասարակ գործունեություն է, բայց ունեի համոզմունք, որ զեկույցը չի հրապարակվի։ Եվ բազմից անդրադառնում եմ իմ ելույթներում, որ զեկույցը անհրաժեշտ է։ Զեկույցը եկեք հասկանանք իսկ ինչ պայմաններում դա ի հայտ եկավ այդ հանձնաժողով ստեղծելու զեկույց պատրաստելու անհրաժեշտություն ունու, հասկանալի է, որ պատերազմից հետո պիտի այդպիսի հանձնաժողով ստեղծվեր, դա ակնհայտ է, բայց նաև չմոռանանք, որ մենք ունեցել ենք մեր երկրում բավականին լուրջ կոնֆլիկտ ռազմական ղեկավարության եւ քաղաքական ղեկավարության միջեւ 20 թվականին նկատի ունեք պատերազմի ժամանակ Օնիկ Գասպարյանի հետ բաները զեկույցերի շտաբի պետը եւ գլխավոր շտաբի բավականին թվով անդամներ, չէ, բարձրագույն սպաներ առաջ քաշեցին պահանջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ։ Ճիշտ է։ Դա լուրջ հայտ է, չէ։ Խնդիրը, ոնց ես հասկանում եմ, հանգուցալուծվեց երկու, այսպես ասած, քաղաքական որոշում մեկ անցկացնել ընտրություններ, այսինքն ներգրավել հանրությունը այդ Որը 2021 թվականին 20-ին իրականացավ։ Եվ երկրորդը անկախ հանձնաժողով ստեղծել, որը որ եւ պիտի պատասխաներ հարցին բարձրագույն սպաները գլխավոր շտաբի ճիշտ են թե ոչ, չէ՞։ Ով պիտի այդ հարցին պատասխաներ, չէ՞։ Տվյալ հանձնաժողովը պիտի լսեր կողմերին, այն որ Նիկոլ Փաշինյանը գնաց ընտրությունների վկայում է, որ ինքը իրեն պատասխանատու որպես քաղաքական ղեկավար մեր պարտության համար չի համարում։ Ենթադրվում էր, որ ճշմարտությունը պիտի այդ հանձնաժողովը բացահայտի։ Ես այդպես էի նայում այդ զեկույցին եւ անշուշտ այսպես կուլմինացիան դա լսումներն էին հանձնաժողովի, երբ որ Փաշինյանը եկավ հարցաքննվելու։ Եթե հիշում եք, իրեն տրվեցին տարբեր հարցեր, եթե այդ հարցերը հիշում եք, կար մի հարց, որը անսպասել էր անշուշտ ինձ համար։ Այդ հարցը վերաբերվում էր առաջի կորպուսի մոտոհրաձիգային գնդերի, մոտոհրաձիգային գումարտակների կրճատման մասին պատերազմից առաջ։ Բոլորը ովքեր որ ծանոթ են քարտեզին, ովքեր որ ծանոթ են դասավորությանը ռազմական, գիտեն, որ առաջի կորպուսը դա պահեստային այն ուժն էր, որը պիտի հակահարված հասցներ թշնամուն Ջեբրայելի ուղությամբ իր մեր պաշտպանությունը այսպես ասած ապահովելու, անցնելու դեպքում։ Ճեղքել։ Բազմից պիտի նայած տեսած լինեք այդ զինուժի լուսաբանվող զորավարժությունները, որտեղ հայկական զորամասերը հակահարված են հասնում թշնամուն ըստ զորավարժության լեգենդի, որը որ ճեղքել է առաջի պաշտպանական գիծը եւ բանակի արչեւ դրվում էր խնդիր հակահարվածով իրենց դուրս շպրտել։ Առաջի կորպուսը դա այն ուժներ, իրական ուժը, տվյալ ստեղմիկ չէ, պետք է
այսպես ասած մարդկանց լուսաբանել տարբեր տեսակի պաշտպանություններ են լինում առհասարակ պաշտպանական օպերացիա հասկացողությունը գոյություն ունեն ռազմագիտության մեջ հարձակման օպերացիա, պաշտպանման օպերացիա եւ տարբեր տեսակի այս կամ այն այդ երկու տեսակին տարբեր խմբի այլ օպերացիաներ։ Պաշտպանական օպերացիան լինում է նույնպես մի քանի տեսակի։ Մոբիլ պաշտպանություն, մանևրող պաշտպանություն, պոզիցիոն պաշտպանություն, դիրքային, մեր ընտրված ռազմավարությունը դիրքային պաշտպանություն էր, որը ենթադրում էր, որ եւ այդ պաշտպանության ձևերը իրենք ինչով են իրարից տարբերվում։ Ընդհանուր ուժերի որ մասն է գտնվում առաջնագծում, որ մասն է գտնվում թիկունքում կախված պաշտպանական օպերացիայի ձևից հարաբերակցությունը ավանգարդային ուժերի առաջնագծում գտնվող հարված ընդունող ուժերի եւ թիկունքում գտնվող շարունակություն, ռազմական ճակատամարտի շարունակությունը ապահովող ուժերի տարբեր է։ Մեր պաշտպանական օպերացիան ենթադրում էր եւ ես ինչի զորավարժությունները դա բերեցի, որ որքան այսպես ասած զորքեր կան առաջնագծում, նույնքան ուժեր կան երկրորդ էշելոնում, երկրորդ գծում, որոնք որ եւ պիտի վճռական դերակատարություն ունենան ճակատամարտում, այսինքն պարզ է, որ առաջի գիծը չի կարող երբեք ապահովել պաշտպանություն, ինքը ունի առաջադրանք հակառակորդին պատճառել մաքսիմալ առավելագույն վնաս եւ թույլատրել իր հետագա հարձակողական գործողությունները, իր ռազմական դիրքերը քայքայել, բյույի բարյատկի եւ այլն։ Իսկ վճռական դերը պիտի ունենա այդ թիկունքում գտնվող ուժը, որը որ եւ հաղթական այսպես ասած վերջակետը դնում է կամ չի դնում այդ ճակատամարտում։ Մեր ռազմական պլանավորումը ենթադրում էր, որ այդ Ջեբրայելի ուղությամբ այդ ուժը առաջի կորպուսն է։ Առաջի կորպուսը ի սկզբանե պլանավորվում էր, որ ուներ մոտոհրաձիկային բրիգադ Մեղրիում տեղակայված, ուներ մոտոհրաձիկային գունդ Կուբատլոյում տեղակայված եւ ուներ Ռետանու գունդ Կուբատլոյում տեղակայված։ Պատերազմից առաջ բարձվում է հանձնաժողովի այդ լսումներից, որոշում է կայացվել կրճատել այդ մոտոհրաձիկային զորքերի գումարտակները դարձնել կադրային։ Կադրային նշանակում է, որ գումարտակում մնում է մի փոքր սպայական անձնակազմ, կա պահեստ, պահեստում կա զենք, բայց չկա անձնակազմ։ Դա Նիկոլ Փաշինյանի որոշումն ուզում հասկանալ, թե հանձնաժողովը հարց տվեց, հարցի մեջ արդեն հնչեց, որ դա իբր թե Նիկոլ Փաշինյանի որոշումը չէ։ Այսինքն հարցը արդեն ոնց որ հանձնաժողովը տալիս էր, չէ դուք իհարկե դրա հետ կապ չունեք, բայց այսպիսի բանի մասին լսել եք եւ Փաշինյանը սկսեց պատմել ինչ էր ինքը նախապատրաստել այդ հարցին պատասխանելու, բայց այդ հարցը բացահայտեց հետեւյալը։ Իհարկե, դա եւս լուսաբանեմ, չի կարող բանակի Գերագույն գլխավոր հրամանատար, կառուցվածքը, շտատը փոփոխվել առանց կառավարության որոշման։ Խոսքը գնում է նրա մասին, որ պաշտպանության նախարարը բերել է կառավարություն այնպիսի առաջարկ կառուցվածքը փոխելու, շտատը կրճատելու, կառավարությունը հաստատել է այդ որոշումը, օրենքով սահմանված կարգը այդպիսին է, եւ Նիկոլ Փաշինյանին այդ հարցը արդեն տալուց ներկայացրեցին այդպես, իբրև թե ինքը դրա հետ առնչություն չունի։ Այդ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է կառավարությունը դա ես եմ, ճշմարտություն է ասում։ Կառավարությունում չի կարող լինել որևէ բան կառավարության որոշումներում, որը որ նախնապես Փաշինյանի որոշումը չի։ Այսինքն երբ որ պաշտպանության նախարարը փի առաջարկ մտադիր է անել, նախապես համաձայնեցնում է եւ ոչ թե կառավարության անդամները դրա մասին իմանում են կամ վարչապետը կառավարության նիստում։ Կառավարության նիստում ամփոփվում է մինչև այդ կատարված բոլոր այդ որոշումները
արդեն ստանում են որոշման իրավական ակտի տեսք եւ որակ, որից իրականացում են, որից հետո դառնում են արդեն նորմատիվ ակտ, որի հիման վրա կատարվում են համապատասխան փոփոխություններ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը միջական կապ ունի առաջի կորպուսի գումարտակների կրճատման հետ։ Ինչ էր նշանակում հետագայում դա մեր քաղաքացիների համար։ Ինչ հետևանքներ բերեց։ Առաջի կորպուսը իր մարտական խնդիրը չվերացավ նրանից, որ իր մոտոհրաձիկային գումարտակները կրճատեցին, ինքը մնաց նույնը, բայց ենթադրվում էր, որ մոբիլիզացիայի արդյունքում պիտի համալրվեն կարճ ժամանակում այդ գումարտակները, բերվեն մարտական դիրքի, մարտական կարողության եւ ուղղվեն մարտական գործողությունների։ Արդեն դուք հասկանում եք, որ դրա համար ժամանակ է, չէ՞ հարկավոր։ Իհարկե, ես հիշում եմ, որ այդ օրերին քննադատում են շատ հենց 44 օրյա պատերազմները, որ դրա համալրումը ինչու չկայացավ բանակի եւ այլ։ Դրա համալրումը առանձին խնդիր է, բայց այդ խնդիրը սուր է դարել ավելի ինչի, որովհետեւ կա կորպուս, ունի հրետանի, չունի հրաձիգներ։ Չունի ռեսուրս իր դրված իր խնդիրը կատարելու համար։ Դրա համար մենք կանգնեցինք եւ դուք տեղյակ եք, որ Արցախի պաշտպանության բանակը իր վրա վերցրեց հակահարված հասնելու հարցը։ Դուք գիտեք, որ Արցախի պաշտպանության բանակի ղեկավարին, հրամանատարին Ջալալին ներկայացրեցին մեղադրանք դրա համար։ Իրեն քրեական մեղադրանք ներկայացրեցին այդ հակահարվածը կազմակերպելու համար։ Այդ հակահարվածը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, եթե չեմ սխալվում, ինքը չունեցավ արդյունք մի շարք պատճառներով, ամենայն դեպս հիմա մեղադրանքը հանված է, Արցախի հրամանատարից, գլխավոր հրամանատարից շտաբի պետից, բայց այնուամենայնիվ դա ինձ համար նաև բացահայտում է այդ էպիզոդը, որ առաջի կորպուսը ի վիճակի չէր հակահարված հասնելու, որտեղ համալրված չէր, Նիկոլ Փաշինյանի պատերազմից առաջ, անմիջապես առաջ կայացրած որոշման հետևանքով, պաշտպանության բանակը Արցախի ստիպված էր այդ խնդիրը վերցնել իր վրա, եւ դա տարբեր խնդիրներ են, երբ որ դու առաջնագծում ես մանյովր անում զորքով եւ երբ որ դու թիկունքից ես հակահարված հասնում։ Եվ սա բերեց նաեւ մյուս հարցին, որը որ ակտուալ է, տեսեք, մոտ 4000 զինվոր է զոհվել պատերազմում։ 194 հոգի համարվում են անհայտ կորած։ Առ այսօր չի հրապարակվել, որ զորամասները ինչքան կորուստ են ունեցել։ Այդ տեղեկությունները չեն հրապարակվել։ Զեկույցը թվում էր, թե պետք է այդ հարցերի պատասխանը տալ։ Անշուշտ զեկույցը պիտի այդ բոլոր վիճակագրական տվյալները հավաքագրեր։ Ես մոտավորապես գիտեմ, ինչպես են ծախսերը բաշխվել։ Դեռ բաց աղբյուրներում չկան, էլի այդպեսի։ Այո, իրենք բաց աղբյուրներում չկան, բայց եւ ասեմ ձեզ, այդ համալրման մոբիլիզացիայի արդյունքում ձևավորված առաջի կորպուսի գումարտակներից եւ ոչ մեկը ի վիճակի չեղավ իր արժեվ դրված մարտական խնդիրը ոչ թե կատարել, այլ անցնել դրա կատարման։ Գումարտակները մտնում էին այն գոտիները, ռազմական, որտեղ որ իրենք պիտի մարտական առաջադրանքը կատարեին, հայտնվում էին հերակա այդ բաների համազարգային համակարգերի սմերչերի հարվածի տակ, կազմալուծվում էին, կորուստներ էին ունենում եւ այլն։ Ես ինչի կորուստների մասին խոսեցի։ Հիմա եթե մենք ունենայինք վիճակագրություն, մենք խոսեինք կոնկրետ քանի կյանք խլեց Նիկոլ Փաշինյանի այդ որոշումը։ Դա առարկայական կարելի է սեղանի դնել, բայց բացի դրանից մենք արդեն հիմա կարող ենք ասել, որ այո, իհարկե Ջեբրայելի գունդը, որը որ ստիպված էր կանգնել մինչև վերջի զինվոր։ Հիմա պիտի փաթոսով կաներ ասեմ։ Ինչի համար էր նաև զեկույցը կարևոր։ Զեկույցը կարևոր էր, որ մաքրել մեր բանակի պատիվը։ Չկա ոչ այսօր ուկրաինական պատերազմում դրվակ երևի
մեծ հայրենական պատերազմում շատ քիչ են նման դրվագներ, երբ հրաձիկային գունդը պաշտպանություն է պահում եւ զոհվում են գնդի անձնակազմի գրեթե 1/3։ Առհասարակ յուրաքանչյուր զորամաս, եթե կորցնում է 20%-ը իր սպանված եւ վիրավոր, հա, անձնակազմի կորցնում է մարտական իր կարողությունը։ Դե դա այսպես ասած չգրված օրենքներից է, պատմական փորձն է, կուտակված եւ հայտնի բոլոր ռազմագիտության ոլորտի վիճակագրությունը, այսինքն դա նաեւ։ Ջեբրայելի գունդը 30% կորցրել է միայն զոհվածներով։ Եվս 30% եղել են ավել վիրավորներ։ Վիրավորների թիվը սովորաբար լինում է 1-ը 4-ի, 1-ը 5-ի։ Ընդհանուր պատերազմի ժամանակ մեր սպանվածների եւ վիրավորվածների ամենաշատ կարծում եմ հարաբերությունը եթե վերցնենք, մոտ 4000 զոհված, հա, եւ 11000 վիրավոր, 15000 մարդ, այսինքն հարաբերությունը 1.2-ի։ Ինքնին այդ հարաբերությունը շատ վատ է խոսում մեր բժշկական աջակցության համակարգի կազմակերպման մասին, ուկրաինացիների մոտ 1/6-ի է այդ հարաբերությունը, այսինքն 1 զոհվածին 6 վիրավոր, որտեղ իրենք ապահովում են մարդու վիրավորին 1 ժամվա ընթացքում առաջնագծից մինչև վիրահատարան հասցնելու այդ դա կոչվում է ոսկե ժամ։ Կներեք, էլի փակագծերի մեջ ասեմ, որ դա կապված է նրանից, որ այսօր Ուկրաինան ավելի եվրոպական եւ նատոական ստանդարտներից եկող բանակ է, իսկ Հայաստանը ռուսական բաներ, էլի սիստեմներ, համակարգեր։ Ոչ միայն բանակ, այլ երկիրը։ Բանակը այդպեսին է, ինչպեսին է երկիրը։ Եթե երկրում պետության մեջ դե բանակը։ Եթե երկրում սահմանադրության մեջ գրած դրույթը, որ մարդը երրորդ հոդվածն է մեր սահմանադրության բարձրագույն արժեք է, իրականում ֆիկտիվ հռչակային, հա, հռչակային բնույթ կրող հայտարարություն է, դեպքում ոչ մարդու իրավունքներն են եւ ազատությունները պաշտպանվում, իսկ զինվորի կյանք ընդհանրապես արժեք չունի պլանավորողների համար։ Դե ասեցին հիշում ենք այդ ոչ հանում ոչինչի զոհված չէ, ասին խոսել։ Ես այդ բաների հետ համաձայն չեմ, ինչի էր զեկույցը նորից ասում կարևոր։ Զեկույցը կբացահայտեր, որ Ջեբրայելի գունդը կատարել է հերոսական կոլեկտիվ հերոսական զանգվածային գերոիզմի հերոսության դրսևորում։ Մարդիկ կռվել են մինչև մահ։ Վիրավորները չեն դուրս եկել մարտական դիրքերից, մահացել են մարտական խնդիրները կատարել։ Դա նախ վերաբերվում է բավականին թվով մեր հայրենակիցներին, ում հարազատները զոհվել են այդ մարտերում, որտեղ հիմա կարծես թե բանակի պատիվը, հա, բան է եղած, նվաստեցրած։ Ոգինը, հա, կարծեք թե ոգին հələ թողնենք, ով է մեղավոր, բանակը, չէ՞։ Եվ սա շատ կարևոր դրվագ է, շատ կարևոր համեմատությունների մեջ դրվագ է, ես նորից եմ պնդում, ոչ ուկրաինական պատերազմում այդպիսի դրվագ կա, իսկ մեծ հայրենական պատերազմում այդպիսի դրվագ, երբ որ գունդը կռվում է, այդպես ինչպես կռվել է Ջեբրայելի գունդը, եզակի է։ Երևի եւ Գերմանիայի եւ դաշնակիցների եւ սովետական միության կողմից, բոլորի կողմից, եթե վերցնել օրինակները, մարտական գիտությունը ունի նաեւ պատմական հատված, էլի։ Փի օրինակներ դուք կգտնեք դա եզակի բաներ են, անհատական հերոիզմի դրսևորումներ բազմաթիվ են։ Կոլեկտիվ խմբային, հա, ինչ որ ջոկ, դասակ, վաշտ, բայց որ գունդ փի մարտեր տանի։ Իլերում են ձեր վերլուծության, ես իսկի այսօրվա այդ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավարի պատերազմից հետո արած այսպես ասած հայտարարությունը, որ նա նշում էր, որ Հայաստանը պարտվել են ըստ էության ռազմական, քաղաքական չէր ասում, կնայեք ռազմական, բարոյական եւ հոգեբանական դաշտերում, բայց քաղաքականը եւ դիվանագիտականը բաց էր թողնում, էլի, դա էլ էր հատկանշական։ Եվ պարտվելու վերաբերյալ ես եւս զեկույցում մյուս հարցն։ Իսկ ինչից եք որոշել, որ մենք պարտվել ենք։
Դա Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունն էր, դա իմ հայտարարությունը Չէ, իսկ Անդրանիկ Քոչարյանը ինչի հիման վրա է որոշել, որ մենք պարտվել ենք։ Տեսեք, ինչի զեկույցը չի կարա հրապարակվի։ Հիմա ձեզ իմ կարծիքը ասեմ, որովհետև պատերազմի հետ կապված կա 3 հանգուցային հարց։ Հարց առաջին. արդյոք պատերազմը անխուսափել էր։ Արդյոք Հայաստանի իշխանությունները, վարչապետը եւ կառավարությունը իրենց գործողություններով կամ անգործությամբ նպաստել են պատերազմի հրահրմանը, արձակմանը կամ բավարար չափով չեն խոչընդոտել դրան, չէ՞։ Դա կարևոր հարց է։ Երկրորդ կարևոր հարցը, արդյոք քաղաքական իշխանությունների որոշումները նպաստել են թշնամու առաջ խաղացման, ճիշտ է։ Եվ կա երրորդ հարց. իսկ արդյոք նոյեմբերի 9-ին իսկապես հարկավոր էր, անխուսափելի էր, անհետաձգել էր որոշումը հրադադար ընդունելու մասին։ Չէ, դա էլ է հարց։ Այդ հարցը ինչով է պայմանավորված։ Գնահատականով։ Իսկ ինչքան էին կորուստը Ադրբեջանի, ինչ էին իրենք կորցրել։ Նոյեմբերի 9-ի դրությամբ իրենք ինչ դրություն ունեին։ Ինչքան ունեին հրետանի, ինչքան ունեին տանկեր, ինչքան ունեին անձնակազմ։ Դե ես հիշում եմ, որ առնվազն 2 անգամ պատերազմի ժամանակ եղավ այդպեսին սայթ, որ Ալիևը դիմել է Էրդողանին, ասել է, որ սպառվում է։ Ես հիշում եմ այդպեսի մամուլում հրապարակումներ էլի։ Այսինքն այնպես չի, որ Եվ դուք պիտի հիշեք, որ վերջերս արտգործնախարարը Ադրբեջանի ասաց, որ նոյեմբերի 9-ին եթե չլիներ հրադադար, մեր վիճակը բավականին ես գտնում եմ, որ դա ճշմարտություն է, որին պետք է հավատալ։ Ադրբեջանցիները ընդհանրապես շատ են դեզինֆորմացիա տարածում միջազգային տիրույթում, բայց հարցը, որը որ ես հնչեցրեցի, այդ բոլոր 3 հարցերը եւ ամենակարևոր հարցը արդյոք անհետաձգելի էր, անխուսափելի էր եւ անհրաժեշտ էր նոյեմբերի 9-ի երակաղ որոշումը Հայաստանի համար։ Այդ հարցին եւս պիտի չէ, մենք պատասխանը ստանայինք ինչ համադրությամբ։ Նրանք տեսեք, ասում են անկում ունեցավ Շուշին եւ այլն։ Դա այլ հանելուկ մնաց։ Ինչքան զորք մտավ ադրբեջանական Շուշին։ Մի գունդ, մի դասակ, մի գումար տակ, ինչքան։ Ըստ այն տեղեկությունների, որոնք արդեն հայտնի են տարբեր մասնակիցների եւ այլն, մի վաշտ 100 հոգի մարդ։ Բայց ասում են անառիկ է, ասում են չէ, իսկապես այդպես է, էլի Շուշիի համար եւ այլն վերթակաղաքը։ Եվ դուք հիմա եթե տրամաբանոր եք, ավել չերել կարա մտնել։ Եվ հարց ենթադրենք Շուշիում վիրավորված ադրբեջանցուն ո՞նց պիտի օգնություն ցուցաբերեն։ Բժշկական։ Հա? Ո՞նց պիտի մատակարարեն ջուր։ Ջուր, մարդը առանց ջրի 3 օր չի կարա ապրել։ Ստիպում ենք մեզ հավատալ դավադրություններին, պարոն Լուկասյան։ Մատակարարեն սնունդ, ոնց պիտի մատակարարեն զինամթերք ամենակարևորը։ Որտեվ յուրաքանչյուր զինվոր իր վրա կարա տանի ինչքան 3, 4, 5, 6 մագազին, հա։ Թե իրենք տենց գլխներին շալակած կոնտեյներներով եկել են հասել են Շուշի, որ այնտեղ մի ամիս կարողանան պաշտպանություն, հա, ունենան։ Դե մեր ռազմավարական դաշնակցի մասին այդտեղն է Շուշի կոնկրետ անկման մասով ես բավականին վերլուծություններ եմ լսել, որ մասնակից եղել է, դուք հետաքրքիր տիրապետում եք նման ինֆոների։ Ես անտեսում եմ նման ինֆոները, որովհետև միշտ փորձում եմ ունենալ սեփական դատողություններ։ Եվ երբ որ ինձ փորձում են պատրաստի բաներ առաջարկում են, որ այ այսպես է, ես նաև կոչ եմ անում, որ ինձ լսողները նույնպես զտեղ են այն փաստերը կամ այն հարցադրումները, որը որ ես հիմա ասում եմ, բայց ոչ թե իմ եզրակացություններ։ Չէ, դե իհարկե պետք է փաստերը համադրել, պատճառը գիտեք, սենց ա եղել, սենց ա եղել, սենց ա եղել, սենց ա եղել։ Դուք հարցեր եք տալիս եւ դա շատ Բայց ես ասում եմ, մենք բոլորս պիտի մեզ հարց տանք։ Անխուսափելի չէ, պատերազմը անխուսափելի էր, ինչ է արվել, ինչ պատերազմ։ Չէ՞։ Գույություն ունի ռազմագիտության մեջ հասկացողություն ուգրաժայմый период, վտանգավոր ժամանակահատված, պատերազմին նախորդող վտանգավոր ժամանակահատված, երբ որ աշխատում է հետախուզությունը, աշխատում է դիվանագիտությունը, զսպել եւ այլն, այդ բոլոր հարցերը հնարավորություն են տալիս այդ պատկերացումը ունենալ, չէ՞ որ
Պես չի որ գիտեք խոսքը գնում է ինչ որ գինու պահեստի մասին, որի վրա գիշերը հարցակվել են, դուրը ջարդել են, ապակին ջարդել են, գինին տարել են, չէ՞։ Պետության վրա հարցակումը տեղի ունեցել։ Ինքը նախապատրաստվել է, չէ՞։ Ինչքան ժամանակ է նախապատրաստվել։ Մի շաբաթ, մի ամիս, զորքերը կուտակվել են, չէ՞։ Հարցակում կազմակերպելու համար չէ հազարավոր մարդիկ պիտի կազմակերպես, դասավորես, դիրքավորես, նախապատրաստես։ Մեծ աշխատանք պիտի արնես, որ անտեսանելի չի կարող լինել։ Եվ այս շրջանակը հարցերի, որ ես բարձրացնում եմ հենց նրա համար, որ ոչ թե մենք հիմա փորձենք պատասխաններ պատրաստի տալ։ Այո, պետք է հանձնաժողովը այս հարցերին պատասխաներ տալ, որ մենք հասկանանք հետևյալը։ Դավաճանա Նիկոլ Փաշինյանը թե ոչ, կամ ավելի ճիշտ էսպես ձևակերպեմ։ Ունեցել է Նիկոլ Փաշինյանը դիտավորություն նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարությունը կնքելու համար։ Հիմա արդեն եթե իմ կարծիքն եք հարցնում, այսքանից հետո ես ասում եմ իմ վերլուծությունը, այո, ես գալիս եմ եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե մինչև պատերազմի սկիզբը ունեցել է դիտավորություն նոյեմբերի 9-ի երակոմ որոշման մեջ արտացոլված քաղաքական որոշումը ընդունելու համար։ Պարոն Ղուկասյան, ձեր թույլտվությամբ անցում կատարենք դիվանագիտական բլոկին, քանի որ արդեն ռազմականը ոնց որ այո, կարելի ասել եզրափակեցին, քանի որ ժամանակն էլ սուղ է, ուզում եմ դիվանագիտությունից մի քիչ խոսել, որն է ԿՊ-ի այսօրվա իշխանության հիմնական տեսակետը, Կարմիր թելի նման, այսպես գնում է, որ իրենք ասում են մենք ի վերջո, եւ իդեպ շատ կրկնում են նաեւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, որ մենք Ղարաբաղի հարցում դաշնակիցներ չունենք, այսինքն ի վերջո սա հանգուցալուծված էր, հիշում են նաեւ այսօր իդեպ դուք եք տարիներ առաջ դրա մասին խոսել 2008 թվականի մակում հիշում եք հայտնի քվեարկության ժամանակ, որտեղ ըստ էության, եթե չեմ սխալվում, 8 երկիր էր, որ դեմ էր քվեարկել, հա, Ադրբեջանի կողմից այլ բանաձևին, այնուամենայնիվ Ինչին դեմ քվեարկել։ Ադրբեջանի կողմից ներկայացված այդ պրոադրբեջանական բանաձին, որտեղ Լեռնային Ղարաբաղը, եթե չեմ սխալվում, Ադրբեջանի չէ մաս էր համարվում։ Այդ ըստ այդ բանաձևի նախագծի։ Եթե դուք հիմա չէ, որտեղ առաջարկվում էր Արցախի համար բարձրագույն ինքնավարություն, այո, բայց Ադրբեջանի տարածքային ինքնավարություն բնական է, Հայաստանի կազմակերպության առաջարկ։ Ինքնավարություն ամենաբարձր ժողովրդավարության ստանդարտներով։ Եվ ուզում եմ ասել, այո, բայց այդուհանդերձ դրանով մենք այլ բանի ենք ըստ էության ձգտում եւ մի բացի այդ Միսկի խմբի եւ մի քանի պետություններից, հա Միսկի խմբի համանախագահ Երանախագահ։ Հա, համանախագահները ոնց քվեարկել։ Դրանք դեմ են քվեարկել, դա եմ ուզում ասել, բայց համանախագահները միջնորդներ են, եթե իրենք դեմ չքվեարկեն, չէ, ինչու են իրենք դեմ քվեարկել։ Որովհետև այդ պլանը ըստ էության չէր նախատեսվում։ Որովհետև այդ բանաձևը ցուցում էր իրանց միջնորդական վիճակից դուրս կդնեն, եթե դեմ չքվեարկեն։ Դա ցուցում էր, դա փորձ էր համանախագահներին ցուցում աներ, թե իրենք ինչ առաջարկ անեն։ Հիմա այս հարցի շուրջ դա էլ կարող էր քննարկվել, բայց իրենք չեն կարող։ Ուզում եմ ասել, որ այս հարցի շուրջ եկեք մի հատ էսպես շարժվենք, էլի։ Ստեղ պիտի ինչ-որ պոստուլատներով խոսամ, ոչ թե այսպես հարցադրումներով կամ բաներով, որովհետև պետք է հետևյալ տրամաբանությունը հասկանանք։ Արցախի կարգավիճակի հարցը ինչ է միջազգային օրակարգում։ 1992 թվականին Հայաստանը եւ Ադրբեջանը որպեսզի ստանան միջազգային ճանաչում պիտի կատարեին նախապայմանները, որոնք որ առաջ էին քաշել եվրոպական 11 պետություններ։ Իրենք ասել են մենք կճանաչենք Խորհրդային Միության տարածքում այն պետությունները, որոնք որ ճանաչում են իրենց սահմանները, գոյություն ունեցող սահմանները, որոնք որ կմիանան ՄԱԿ-ին, կմիանան ԵԱՀԿ-ին, ու այդ ժամանակ ԵԱՀԿ չէր դեռ բաներ, հանձնաժողով էր թե խորհուրդ էր ոնց էր կոմիսիա էր, չէ, Սավիշյանի հանձնաժողով, հա, կոմիսիա էլի, հա, հանձնաժողով, ըստ էության։ Կհրաժարվեն միջուկային զենքից,
այսինքն մագատային կա անդամակցեն կմիանան եւ իրենց մեջ գոյություն ունեցող կա երաշխավոր են մարդու իրավունքները գոյություն ունեցող եւ իրենց մեջ գոյություն ունեցող վեճերը կհանձնեն կպարտավորվեն հանձնել միջազգային արբիտրաժ միջազգային արբիտրաժը ի տարբերություն ազգային այսպես ասած օրենսդրություններում երկրի ներսում եթե մեկը մյուսին խնդիր ունի դատի տալու չի հարցնում համաձայնությունը տալիս է դատի օրենքները այդպես են կազմակերպված քաղաքացիները եթե իր քաղաքացու իրավունքը խախտված է խնդիր չունի խախտողին հարցնել գնանք դատարան թե չէ ինքը կարող է հայց ներկայացնել դատարան միջազգային հարաբերություններում այդպես չի միջազգային հարաբերություններում պիտի լինի կողմերի ագավոր կա որ այսինչ դեպքերում իրենք դիմում են դատարան եթե չկա ագավոր կա առանց երկու կողմի համաձայնության դատարան դիմել հնարավոր չէ պարտադրված էր Հայաստանին եւ Ադրբեջանին նախապայման էր միջազգային ճանաչման այն ինչ որ ես ասում եմ պատմական փաստ վիճելի հարցը ռեգիոնալ հարցը Արցախի հարցը վիճելի հարցը հանձնել դատարան ՀՀԿ-ն հանդիսացավ այդ արբիտրաժը Հայաստանը եւ Ադրբեջանը ընտրեցին որպես արբիտր ոչ թե Մայքի Հագայի դատարանը այլ ՀՀԿ-ի ձևաչափ Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրում էր որ այդ ձևաչափը դատարանի տարբերվում է դատարանի ձևաչափից նրանով որ այդտեղ վետոյի իրավունք կա ինքը ավելի այսպես ասած lights ֆորմատական դատարանը որտեղ դատարանում կողմերը եկան վճիռը ստացան գնացին տուն ՀՀԿ-ում պիտի լինի կոնսենսուս Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ հիմնավորում էր իր ընտրությունը, ինչի այնքան համաձայն ՀՀԿ-ի հետ, որ Հայաստանի մոտ վետո իրավունքը կա։ Եվ իշ մենք Լիսաբոնում ինքը օրինակ օգտվեց, չէ՞։ Եվ Լիսաբոնում ինքը այդ իրավունքը իրականացրեց, այսինքն իր տարբերություն Ստամբուլում, որ Քոչարյանը օրինակ չօգտվեց այդ վետոյի։ Չնայած Ստամբուլյան հռչակագրի մասին էլ շատ վիճելի են, հա, եւ հակասական են, հա, տեսակետները։ Այնտեղ տարածքային ամբողջականության միայն ընդհանուր է ձևակերպումը, Լեռնային Ղարաբաղին չի վերաբերում։ Տերմինները օգտագործող պետք է հասկանալ ինչի մասին են 92 թվականից ի վեր Արցախը միջազգային հանրության համար միջազգային հարաբերություններում Ադրբեջանի կազմում ռեգիոն է որի կարգավիճակի հարցը վիճելի է ինքը այդպես է կոչվում վիճելի տարածք Ադրբեջանի կազմում Դա փուլային եւ օրինակ բանի փաստաթղթերում կա փուլային հələ թողնենք ինչ է Արարքան հետևյալն է Ադրբեջանի կազմում քանի որ Ադրբեջանը խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն է անկախ նրանից թե ինքը իրեն ինչ է հռչակել նույնը եւ Հայաստանին է վերաբերվում իր տարածքում իր պատասխանատվության տարածքում դեպ այդ շատ կարևոր բան է ում պատասխանատվության տարածքում իր պատասխանատվության տարածքում եղել է ռեգիոն որը որ հրաժարվել է Ադրբեջանի ինքնիշխանությունը ճանաչել բարձրացրել է ինքնորոշման հարց եւ ինքնահռչակել է իրեն հանրապետություն ընդ որում ուներ հիմք խորհրդային միության օրենսդրության մեջ նման քայլեր անելու այսինքն կար օրենք որի վրա հենված են եղել Արցախի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի պետական մարմինների շեշտում եմ պետական մարմինների բոլոր որոշումները սեպտեմբերի 2-ին 91 թվականի հռչակել հանրապետություն հունվարի 5-ին 92 թվականի հռչակել անկախություն այդ որոշումները սկիզբ են առնում խորհրդային միության օրենքներով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին տրված իրավունքներից եւ միջազգային հանրության համար ՀՀԿ-ի համար հարցը հետեւյալն էր ինչպես ապահովել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ինքնորոշման իրավունքի իրականացումը Դե ինքնորոշման իրավունքի մասին կարծում ի սկզբանե խնդիրը դա էր այն ինչ որ դուք գիտեք դա փոքր մասն է որտեղ հրապարակ
ՀՀԿ-ն ունի ուղարկած կոմիսարներ 92 թվականին, որոնք եկան Հայաստան, տարածաշրջան, Արցախ եւ գազ զեկույց պատրաստված ինչի մասին է խոսքը, ինչ են մարդիկ իրար վրա կրակում։ Տեղից եւ իհայտ եկավ որոշումը ստեղծել հանձնաժողով։ Մինսկի խումբը ինչ է դա։ Դա Մինսկի կոնֆերանսի անդամ պետություններն են, 11 պետություններ, բացի Հայաստանից եւ Ադրբեջանից եւս 9, որոնք պիտի ինչ անեին, որոշեին Արցախի կարգավիճակը, ինչի պիտի որոշեին։ Ինչի Սիսիանի կարգավիճակի հարց չի առաջացել կամ չի առաջացել, չգիտեմ, Դոնբասի կարգավիճակի հարց, որովհետև Արցախում կար ինքնորոշման իրավունքի խնդիր, կար սովետական օրենսդրություն, կային մարդիկ, որոնք որ հղում արեցին այդ օրենսդրության վրա, եւ կար հարց, ինչպես այդ խնդիրը լուծել։ Այդ խնդիրը ենթադրում էր բոլոր տարբերակներով, որ այդ խնդիրը պիտի լուծվի մարդկանց ազատ կամ արտահայտությամբ։ Հիմա փուլային մուլայինը ես ինչի տենց հեգնանքով ասեցի։ Իրենք բոլոր որոշումները, որոնք որ Մինսկի համանախագահող պետությունները խմբի առաջարկում էին, հենվում էին նրա վրա, որ այդ որոշումը պիտի ով հաստատի։ Ժողովուրդը։ Երբ որ առաջարկում էին ինքնավարություն, դա սահմանադրություն էր, որը որ պիտի ընդունեին Արցախի բնակչությունը։ Երբ որ առաջարկում էին ինչ որ այլ տարբերակներ, ենթադրենք ֆեդերալ սուբյեկտ Ադրբեջանի կազմում, այնտեղ արդեն ենթադրվում էր, որ երկու ժողովուրդ պիտի հանրակրվեներ անեն, մեկը Արցախի ժողովուրդը իր մասով, մեկը Ադրբեջանի մնացած ժողովուրդը իր մասով, որպեսզի հաստատվեր այդ երկրորդ մոդելը միասնական պետություն, ընդհանուր պետություն մոդելը։ Բոլոր դեպքերում որոշողները պետության ղեկավարները չեն։ Բոլոր դեպքերում եւ դրա մասին տասնապատիկ ասում էին, որ որոշումը ընդունելու է ով։ Ժողովուրդը քանի անգամ եք լսել այդ։ Բոլոր Փաշինյանից թողնենք, Փաշինյանի դեպքը ծանր է։ Մինչև Փաշինյան, բոլոր պաշտոնյաները, չէ՞, ՀՀԿ պաշտոնյաները եւ այլն, բոլոր հարցերին պատասխանում էին, որ վերջնական որոշումը ընդունելու է ժողովուրդը։ Խեին ասում տենց, խափում էին, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի խափում էին։ Ոսկե Օբաման էր խափում կամ չի ասում են ադրբեջանական համայն կար, ասած ձեզ Ադրբեջանի ժողովուրդն էլ պիտի որոշեր, իրենք են այդպես են մեկնաբանում, էլի ամեն դեպքում։ Հետո ինչ։ Էդի գվատ է։ Իրենք հիմա պաչում են իրար այդ ադրբեջանցիների հետ հանդիպելուց, այդ ամոթ է որ Ադրբեջանի համայնքը պիտի որոշեր։ Դրա մեջ վատ բան կա։ Դե ասում են որ արդեն կանխորոշված է։ Դրա համար ճիշտ էր որ հայերը հեռանան Արցախից, որպեսզի չլինի հանրակրվե, որտեղ որ ադրբեջանցիները իրենց մաս իրավունքները ազատ կարող են իրականացնել, հա։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ադրբեջանցիները թերի ժողովուրդ են, իրենք ինչ որ ռասայական բաներ ունի Ադրբեջան։ Այսօր Հայաստանում մեզանից բոլորից Ադրբեջանին ամենամոտը ինքն է համբյուրվում Ալիևի հետ, չէ՞, հրապարակային գրկվում եւ այլն։ Դուք չէ, ես չէ։ Ինքը ռասիստական բաներ ունի, այսպես բարդույթներ ունի ադրբեջանցիների հետ կապված, որ իր համար անընդունելի էր, որ Արցախում կլինի հանրակրվե, որին պիտի մասնակից լինեին ադրբեջանցիներ, կամ ադրբեջանցիները պիտի կվոտա ունենան խորհրդարանում բանի Արցախի։ Արցախի առաջի խորհրդարանում Ադրբեջանի փոքրամասնությունը ուներ կվոտա։ Նախատեսված էին համապատասխան բնակչության պրոպորցիայի տեսքով 20% տեղեր Ադրբեջանի դա հիմա իհարկե կա գենդերային բանը, չէ, երբ որ մենք խոսում ենք Արցախի հանրապետության հռչակման մասին, մասնագիտական առումով հարցեր են։ Կարաս հռչակես պիրատական հանրապետություն, պիտի ճանաչեն։ Հա բանդիտական հանրապետություն կարաս հռչակես կամ վախաբիտական ինչ որ մարդկանց գլուխ կտրող այնը տալիբներին չեն ճանաչում որևէ պետություն որպեսզի ճանաչվի Ռուսաստանը ճանաչել է ամեն դեպքում Թալիբանին առաջիններ որ ճանաչել պիտի լինի Ռուսաստանը դեռ քաքի մեջ է հիմա ստիպված տենց կային դեռ իր բարեկամնա տալիբներին էլ ճանաչում է չէ դուք բերեցիք ծայրահեղ վիճակում գտնվող ծանր այդ մարդկանց օրինակը, բայց ես ուրիշ օրինակ եմ ուզում ասել։
Արցախի հանրապետությունը հռչակվել է մարդու իրավունքների հիմքում կոնցեպցիայի հիման վրա եւ չի փակել աչքերը, որ կա ադրբեջանական ազգային փոքրամասնություն Արցախում։ Եւ Արցախի հանրապետության առաջի խորհրդարանում, Գերագույն խորհրդում, որը ընտրվել է 91 թվականի դեկտեմբերին, 20% տեղեր նախատեսված էին ադրբեջանցի ազգությամբ պատգամավորների համար։ Ինչ է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Եվ հիշում ենք կներեք երանախագահների 5 հայտարարությունները սկսած 2009-ից Լակվիլայում, Մոսկոկում, Դովիլում, Լոս Կաբոսում եւ Էնիսկալինում, Զայն Իռլանդիայում, որտեղ նշում են Մադրիդյան սկզբունքները 3 սկզբունքները եւ 6 տարերը, որոնք Ինչի մասին են իրենք։ Լեռնային Ղարաբաղի ըստեյության հակամարտության լուծումը, բայց ինչի մասին են, որ պիտի լինի հանրակրվե։ Այո, ազատ կամարտահայտման Որտեղ պիտի լինի հանրակրվե։ Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքում։ Այո։ Ոչ թե Ջեբրայիլում, Կուբատում։ Դե հա 7 շրջանները հասկանալի է։ Ինչի։ Ինչու 7։ Որովհետև դա էր, չէ, սահմանը։ Եվ գոյություն ունի սկզբունք, ինքնորոշման իրավունքը ծագում է այն սահմանների ներսում, որը որ տվյալ ժողովուրդը իր անկախությունը ձեռք բերելու պահին ունի։ Օրինակ, հարգարժան քրդերը Իրաքում փորձեցին թռնել վրով այդ սկզբունքի, Մոսուլը հայտարարեցին իրենց հանրակրվեի անցկացնելու վայր, արդյունքում հանրակրվեն ճանաչում միջազգային չստացավ, չէ։ Դու ուզում ես ավելին, ստանում ես ոչ մի բան, որովհետև քո ավելին ուզելը անհիմն է։ Կարող է ճանաչվել ինքնորոշման իրավունքը այն սահմաններում, որը որ անկախությունը ձեռք բերելու պահին գոյություն ունի տվյալ խմբի համար, տվյալ ժողովրդի համար, տվյալ բանի մարդկանց մի խոսքով այդ խմբի համար, այսպես ասենք։ Ուզում եմ մի ռեմարկ անել, որ այդ ձեր ասած հայտարարությունը շատ ճիշտ եք ասում, բայց 2007-ին կարծեմ Մադրիդյան փաստաթղթում պլեբիսցիտի մասին էր խոսում, որը գիտենք որ պարտադիրավական այդտեղ դա բայց չէ, ինչ է բառախաղ դա չունի պարտադիր ուժ ունի, խորհրդատվական բնույթ է կրում, չէ, այնտեղ հիշում եք Մադրիդյան սկզբունքների հիմքում դե հետագայում մետամորֆոզի ենթարկվեց այնուամենայնիվ այդ հարցը լուծեց։ Ի սկզբանե նորից եմ ձեզ ասում, բոլոր լուծումները Արցախի խնդրի ենթադրում էր, որ բնակչությունը պիտի քվեարկի։ Այո, բայց դա կունենա ազատ կամարտահայտման իրավունքի մասին չէր հենց այդպես ձևակերպում։ Երբ որ པարզ դարավ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող դա բոլորը միշտ եղել են պարտադիր, այդ սախ սպեկուլյացիաներ են, պլեբիսցիտ կամ պլեբիսցիտի էությունը հետևյալն է։ Սկզբից մտածում էին, որ կարող են առաջարկել սահմանադրության տեսք, որը հավանաբար մեծամասնությունը, որտեղ ռիսկ կա, չէ, կհաստատեն հանրակրվեով։ Հետո հասկացան 2000 թվականից ի վեր, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները։ Ես տրամաբանություն եմ Մինսկի խմբի աշխատանքի բացատրում։ Մինսկի խումբը արեց առաջարկներ սկզբից բոլոր այն առաջարկները, որոնք որ ենթադրում էին պահպանել Ադրբեջանի պետության, այսպես ասած, Արցախ-Ադրբեջանի պետության կազմում, որ չկազմալուծվի խորհրդային Ադրբեջանից, ծնված ադրբեջանական հանրապետություն։ Պարտավոր էին իրենք այդպես անել։ Իրենք այդպես պարտավոր էին անել ի պաշտոն է միջնորդները։ Սկզբից փորձում ես փրկել պետությունը։ Երբ որ տենում ես որ դա անհնար է, նոր անցնում ես բանի։ Անխուսափելի էր պահ, որ պիտի միջնորդները ասեն, դե պիտի ժողովուրդը գնա քվեարկի, ինքը ինչ է ուզում։ Ոչ թե մենք սահմանադրության ինչ որ մի հատ մոդել տանք, որ մարդիկ դրան քվեարկեն, այլ պարզապես պատասխանեն հարցին։ Ուզում եք Արցախը լինի անկախ պետություն, ուզում եք Արցախը միանա Հայաստանին, ուզում եք Արցախը լինի ինքնավար Ադրբեջանի կազմում 3 հարց։ Ադրբեջանը դեմագոգիայով էր զբաղված, փորձում էր սահմանափակել միայն այո, ասում էր բարձր ինքնավարություն կտա։ Բարձր ինքնավարություն, այսինքն հետ էր բերում նրան, որ եկեք քվեարկություն դնենք, ինչ է նշանակում բարձր ինքնավարություն, սահմանադրություն դնենք քվեարկելու։ Եկեք սահմանափակենք այդ ազատ քվեարկությունը։ Այսօր պոլեմիկան Նիկոլ Փաշինյանի հետ շատ կարևոր է, ինչի որտեղ ինքը խոսում է, նարատիվները տարածում է այն, ինչը որ ադրբեջանական, այսպես ասած, պրոպագանդիստական մեքենայի նյութերն են եղել տարիներ շարունակ, եւ երբ որ դու վիճում ես իր հետ, բանավիճում ես իր հետ, դու բանավիճում ես Ալիևի եւ մնացած բոլորի հետ։ Այսինքն իդեմս Նիկոլ Փաշինյանի այսօր էսպես ստացվեց իր խոսույթը,
դա իրենց ամբողջ այդ քաղաքական ռոպագանդայի, այսպես ասած, հավաքածու է։ Եվ այստեղ արդեն այդ մյուս քաղաքական հարցերն են գալիս, իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ում հետ է ուզում բանավիճել։ Ուզում է, չէ՞ ինքը բանավիճել, ում հետ։ Նախորդ նախագահն է։ Ուզում է բանավիճել այն մարդկանց հետ, ում որ իրա կարծիքով, որոնք որ կաշկանդված կլինեն նման բանավիճում։ Դե արդեն կաշկանդված չեն կարող լինել Միսկի խումբն էլ լուծարվում է։ Չէ, կաշկանդված կլինեն նրանով, որ իրենք էլ ունեն որոշակի, այսպես ասած, պայմանական ասենք, մեղքեր գործած։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ թեզը հետևյալն է։ Ես միակ դավաճանը չեմ։ Դավաճանը բոլորս ենք, Լևոն Տեր-Պետրոսյան ջան, Ռոբերտ Քոչարյան ջան, Սերժ Սարգսյան, մենք բոլորս ենք դա։ Ինքը այս թեզով է հանդես գալիս։ Դա այն ամենը տեսնում եք։ Ինքը չի կարա հերկի, որ ստեղ խոսքը գնում է դավաճանության մասին, եւ ցանկություն էլ չունի հերկելու։ Պարզապես ասում է Այր ջան, ձեր պատկերացումը ձեր մասին, ձեր ինքնության մասին ի սկզբանե սխալ էր, այսինքն ձեր պատկերացումը, որ Արցախի մեր հայրենակիցներին պետք է փոկել, հա, մուսուլմանական եւ դիկտատորական կոռուպցիոն ռեժիմի իշխանությունից եւ ազատ ապրելու իրավունք տալ, դուք չունեք ազատ երբ որ ինքը էությունը ո՞րն է։ Արցախի հարցը եթե ասում է սխալ էր ընդդեմից բարձրացնել, ինքը նկատի ունի, որ Արցախի հայերը ազատ ապրելու իրավունք չունեն։ Չէ՞։ Պիտի դիկտատորական կոռուպցիոն այդ հանցավոր իսլամական ռեժիմի տակ ապրեն, չէ՞։ Այդ չի բովանդակությունը մտքի։ Երբ որ ինքը ասում է ժխտենք ցեղասպանությունը կամ դրան, բերում է այդպես մտքերով դրան, Ռոդի եղել է կամ չեղել կամ չգիտենք ինչ ա եղել, կասկածի տակ է դնում պատմական փաստաթղթեր։ Դե Օվերտոնի պատուհանները դրանք գիտենք ինչպես են։ Ինչ է հնչեցնում։ Չէ, ինքը մյուս նարատիվն է հնչեցնում, որ հանցագործություն չէր ձեզ սպանել։ Այսօր մենք ինչի հետ ենք հանցագործություն չէր հայերին բլոկադայի մեջ պահել, բերել հասնել բանի եզրին եւ հարցակում կատարելով դուրս շպրտել Արցախից։ Կարա հիմա Նիկոլ Փաշինյան ստեղ նստի եւ արտասանի ասի դա հանցագործություն է։ Ես կարամ, չէ՞, ասում դա հանցագործություն է։ Freedom House-ը ասել է դա հանցագործություն է, չէ՞։ Ես երբ որ ասում եմ դա հանցագործություն է, նաեւ հենվում եմ Freedom House-ի տված գնահատականի վրա։ Ոչ միայն ինչի չի գործում։ Freedom House-ի այդ իրավապաշտպան կազմակերպությունը։ Իրեն ինչ ա եղել։ Չգիտեք Թրամփի ֆինանսավորումը կտրել են։ Բայց դա չի նշանակում, որ ինքը չի գործում։ Հիմա տեսեք Թրամփը կտրել է Ազատություն ռադիոկայանի ֆինանսավորումը, բայց դուք կարաք ռադիո հայ ռադիոկայանը միացնեք, Թրամփի ուզելով չի կամ բան է, Թրամփի ուզելով չի, Փաշինյանի ուզելով չի։ Մարդիկ միջազգային իրավունքը այսօր տեսնում ենք, որ չի գործում, եթե միայն միջազգային իրավունքը։ Միջազգային իրավունքը եթե չգործեր, այս պահին մենք հիմա դες այդ խոսում ենք, չէ՞, տեսեք, շաբաթական 1000 մարդ է զոհվում ռուսական կողմից Ուկրաինայում, չէ՞, այս ագրեսիայի ընթացքում։ Էդի ժամը քանի հոգի։ Մենք մինչև դες այդ խոսում ենք, մի հատ ռուս զինվոր առնվազն զոհվել է։ Չէ՞։ Այո։ Մի հատ չէ։ 5 հատ բերեցիք կներեք 5 հատ։ Հա 24 ժամ, հա, անգամ 520, անգամ 7, մոտ 1000։ 5-6 հոգի մարդ մինչև մենք դες այդ խոսում ենք։ Ռուս զինվորներ, դա նշանակում է, որ գործում է միջազգային կարգը։ Եթե հիմա ռուսները նստեին Կիևում, չայ խմեին, այդ ժամանակ մենք ասենք, որ չի գործում։ Արցախում այո, չի գործում, բայց Արցախում չի գործում ում շնորհիվ։ Այդ հարցին դուք պատասխանեք։ Շնորհակալություն։ Ես այնուամենայնիվ ուզում եմ ասել ընդհանրապես, որ Արցախի հետ կապված ես նախատեսում եւս մեկ անգամ ծեսյուր կանչել եւ մենք բավական երկար բանավեճ կունենանք, բանավ քննարկում կունենանք, այսպես։ Հա, սիրով երեքով։ Հա, բայց ես դες մի հատ բան ասեմ։ 21 թվականի ընտրություններում ես պատրաստվում էի Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի։ Մեր ազատ հայրենիք դաշինքի ներսում բավականին տհաճ բան տեղի ունեցավ, մասնակիցներից մեկը պնդեց, որ ինքը պիտի լինի առաջի համարը,
Մենք այդ ժամանակ ունենք որոշում, որ վարչապետի տեխնացուն ես եմ լինելու Ազատ Հայրենիք դաշինքի եւ այդ ժամանակ բանակցեցինք հերոստատեսության հետ հանրային, իրենք ասացին խնդիր չի, վարչապետի տեխնացուն պիտի լինի բանակցության այդ բանավեճի մասնակից։ Երբ որ եկավ բանավեճի օրը, հա, դե խնդիր չի, մենք էլ համաձայնվեցինք, որ մարդը եթե ուզում է առաջի համար լինի, թո լինի, եթե իր այսպես ասած ցանկությունն է, որ դաշինքը չփլուզվի, եւ երբ որ եկավ այդ օրը, պարզվեց, որ չէ, հրաժարվում է հերոստատեսությունը ինձ բանավեճի հրավիրել, որպես վարչապետի տեխնացու, քանի որ առաջի համարը ուրիշ մարդ է մեր դաշինքում։ Չից ես եզրակացություն արեցի, որ բանավեճի ցանկություն ինձ հետ հաստատ Նիկոլ Փաշինյանը չուներ։ Երկրորդ հարց, գալիս են նոր ընտրություններ։ Դուք գիտեք, որ իմ դեմ քրեական հետապնդումը շարունակվում է, չէ՞։ Այն որ 2018-ից 16-ից, հա։ Ուղղակի 18-ին ինչ եմ հիշում, մեկ բանավեճ եմ հիշում Արմեն Աշոտյաններ, Դավիթ Շահնազարյանն այնտեղ Արմեն Աշոտյանն ասեց, ինչպես է ստացվում, որ Անդրեաս Ղուկասյանի դատավարության ժամանակ պարոն Ղուկասյանի հարց է ուղում, հա, դատավորը, դուք եթե հիմա ազատ արձակվեք, շարունակելու եք զբաղվել քաղաքական գործունեությամբ, պատասխանը ստանալու դեպքում, դրական պատասխան ստանալու դեպքում դատավորը որոշեց, որ այնուամենայնիվ պետք է մնալ եւ չկարողացավ պատասխանել։ Պարոն Աշոտյանը։ Բա ինչին է։ Աշոտյանը պիտի ասեր, քանի որ մենք ունեինք մտավախություն, որ Անդրեաս Ղուկասյանը մեզ համար վտանգավոր է եւ ազատության նախապայմանը հետեւյալներ հրաժարվի գործնեությունից ազատ կարձակենք, չէ, մնալու է բանտում։ Ամեն ինչ པարզ էր եւ այդ հարցի մեջ եւ բան։ Աշոտյանը երևի չունեցավ համարձակություն ասել, դե ճիշտ ենք արել, իրեն բանտենք, բայց ինչ էիք ուզում հեղափոխությունը լինի։ Պարզապես հետո ինքը Աշոտյանը հայտնվեց այդ վիճակում կամ դրա նման վիճակում, բայց երկրորդ հարց գալիս են 21 թվականի ընտրություններ, պարզվում է, որ իմ գործով դատավճիռը կարդալու են երբ ընտրություններից 1 կամ 2 ամիս առաջ։ Պատահականություն է իհարկե։ Բայց իմ մոտ տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես չի ուզում բանավիճել ոչ մեկի հետ, բացի այդ թվարկած նախագաներից, որոնք որ նախապես հայտնի է, որ իրենք երբեք չեն գնա բանավեճի Փաշինյանի հետ, բայց ես ուզում եմ ասել, որ ինքը ոչ մեկի հետ չի ուզում բանավիճել։ Առարկայական բանավեճի իրենք պատրաստ չեն, իշխող ուժը պատրաստ չի եւ պատճառը իրենց ընդունած որոշումներն են Արցախը տալ ռուսական հսկողության, իսկ հետագայում ադրբեջանական հսկողության։ Շնորհակալություն պարոն Ղուկասյան, շատ հետաքրքիր է ձեզ հետ զրուցել։ Իմ հյուրն էր Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։ Կհանդիպենք։